Սևան ազգային պարկի տարածքը օտարվել ու փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Որոշումը կայացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, որի մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։ Տարածքը, որը պետականացվել է, ունի մի քանի սեփականատեր։ Այդ տարածքում առանձնատներ ու ռեստորաններ են կառուցել ոչ միայն նախկին, այլև ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես Աննա Վարդապետյանը հայտարարեց, պետությունը պատրաստվում է քանդել նրանց տներն ու ռեստորանները։ Ըստ գլխավոր դատախազության Սևան ազգային պարկում կառուցված շինություններն ապօրինի են։ Մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում։ Վարդապետյանը նշում է, որ գործարքները ուղիղ չեն կնքվել պաշտոնատար անձանց հետ։ Փոխարենը մայրերի, զոքանչների կամ նրանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ են կնքված։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձի, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Քանդման 23 որոշում կա եւ եթե դրանք գործնական փուլ չմտնեն, ապա դատախազությունը խնդիրը լուծելու է դատական կարգով։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեծ հետ զրույցում նշել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից որևէ ապօրինություն չի կատարվել։ Ավելին, ըստ Մակինյանի, խախտվում են Հայրապետյանի սահմանադրությամբ հաստատված իրավունքները։ Ցանկացած որոշում, որը կարող է ուղղված լինել անձի սահմանադրությամբ պահպանվող իրավունքը խախտելուն, համարում եմ բացարձակ հակաօրինական օրինականության տեսանկյունից եւ չգիտեմ թե ասենք այդ հակաօրինական որոշումը ինչպես են մարդիկ կյանքի գործելու են բոլոր որոշումները, որոնք ընդհանրապես կայացվելու են կամ կայացվել են օրենքի խախտմամբ, դրանց տրվելու են համարժեք իրավական գնահատականներ։ ԿՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա երկու հեռող սահմաններն անհասանելի են, իսկ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, այս պահին չեն մեկնաբանում կառավարության որոշումը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։